Տարբերում ենք 3 տեսակի Պարկինսոնի հիվանդություն՝ տրեմոր դոմինանտ, ակինետիկորիգիդ եւ կեցվածքի խանգարումով, քայլքի խանգարումով ուղեկցվող։ Ամենահաճախ հանդիպող մոտոր խանգարումները դա դողն են, բրադիկինեզիան, կարկամատությունը եւ կեցվածքի խանգարումը։ Բոլորին հայտնի է դողը։ Դողը Պարկինսոնի հիվանդության ժամանակ հանդիպում է 80%-ից ավելի հիվանդների մոտ, հիմնականում համարվում է հանգստի դող, այսինքն տեսանելի է լինում, երբ հիվանդը գտնվում է հանգիստ վիճակում, կարող է անհետանալ գործողություն կատարելիս, շարժվելիս, սակայն հիվանդության սկզբնական շրջանում։ Դողը սկսում է ասիմետրիկ, այսինքն մեկ վերջույթից, սակայն հիվանդության պրոգրեսիային զուգընթաց դողը կարող է անցնել ստորին վերջույթների։ Պաթոլոգիական պրոցեսի մեջ կարող են ընդգրկվել կզակը, շուրթերը, լեզուն։ Դողը կարող է ուժեղանալ ստրեսի ժամանակ, էմոցիոնալ լարվածության ժամանակ։ Պարկինսոնով հիվանդներին շատ բնորոշ է դանդաղկոտությունը, որ մենք անվանում ենք բրադիկինեզիա։ Դա շարժումների ամպլիտուդայի դանդաղումն է։ Սա ամենահաճախ հանդիպող սիմպտոմներից է, 90% եւ ավելի հիվանդներ ունենում են դանդաղկոտություն, սակայն նրանք շատ դժվարանում են այս սիմպտոմը նկարագրել։ Նրանք այն համեմատում են թուլության հետ, հոգնածության հետ, շարժումները կատարելու ճկունության, կորստի հետ։ Բրադիկինեզիան վերին վերջույթներում կարող է արտահայտվել մանր մոտոր շարժումները կատարելու անկարողության հետ։ Օրինակ չեն կարողանում կոճակը կոճկել կամ կոշիկների շուղը կապել, համակարգչով աշխատելիս դժվարանում են կրկնակի սեղմում կատարել։ Հիվանդների կորցնում են վայրընկնումները կանխելու ունակությունը, որը մենք անվանում ենք պոստուրալ անկայունություն։ Այս շարժողական սիմպտոմը հանդիպում է հիվանդության հիմնական ավելի ուշացած, բարդացած շրջաններում եւ շատ ավելի դժվար է տրվում դոֆամինային թերապիային, քան մնացած շարժողական դրսևորումները։ Եթե հիվանդության վաղ շրջանում մենք տեսնում ենք հիվանդի մոտ պոստուրալ անկայունություն, դա մեզ հուշում է, որ մենք ունենք այլ Պարկինսոն սինդրոմ, ոչ թե հիվանդություն։